Առաջին անգամ Գյումրու լողի դպրոցում անցկացվեց ներդպրոցական որակավորման մրցումներ, որին մասնակցում էին 90 երեխաներ ու պատանիներ։ Մինչ այս նման մրցաշար չի եղել, նշեց ԽՍՀՄ սպորտի վարպետ Նարինե Սարգսյանը։ Կարևորելով նմանատիպ մրցելույթները, ուսումնական մասի վարիչ Պետիկ Աբգարյանն էլ հավելեց, թե մրցակցություն նախ պետք է ապահովել ներսում, այնուհետև մարզիկներից պահանջել ավելին։ Հավաքագրում ենք լավ երեխաներին քաղաքի հավաքական թիմի մեջ, ավելի ակտիվ աշխատանք կարելի է տանել այս ձևով եւ քանի որ մեր քաղաքում լողավազանը միակն է, մրցակցություն չկա, դրա համար կազմակերպել ենք այս մրցումները, որովհետեւ տարբեր մարզիչներ իրենց խմբերով մրցակցություն առաջանա, ավելի ակտիվ աշխատեն, ավելի որակով աշխատեն եւ ավելի շուտ, ավելի կարճ ժամանակահատվածում ընթացքում կունենանք լավ սպորտսմեններ, հավաքականը ավելի լավ կոմպլեկտավորվի։ Այսօր մենք փոքրիկներին մարզում ենք, որպեսզի հեշտափոխեն մյուս մեծահասակներին։ Պատրաստում ենք Շիրակ մարզի մրցումներին ստուգատեսներին, քանի որ ունենք հանրապետական մրցումներ, հեշտափոխում են փոքրիկները մեծահասակներին։ 5 մարզիչներ իրենց թիմերով մրցապայքարի էին դուրս եկել 4 տարիքային խմբերում։ 6-ից 17 տարիքայինների մեջ ամենափոքր լողորդուին Անգելինան է։ Նա 2 տարի է ինչ զբաղվում է լողով, բայց բավական առաջընթաց է նկատվում նրա մոտ, նշում է մարզիչը։ Ու այսօր նույն տարիքային խմբում մրցապայքարի է դուրս եկել։ Ես առաջ վախենում էի, բայց որ ես լողացա արդեն, հասկացա, որ ջուրը ոչ մի բան չկա վախենալու։ Ես առաջ հիվանդանում էի, բայց որ հիմա գալիս եմ լողի, էլ ոչ մի հիվանդություն չունեմ, ես էլ չեմ հիվանդանում։ Վարդանն էլ իր տարիքայինների խմբում ամենահամարձակն է։ Եթե շատերի մոտ մասնակցությունն է կարևոր, Վարդանն առանց հաղթանակի տուն չի վերադառնա։ 4 տարի մարզվում է, 3 հատ առաջ տեղ եմ ընկել, միամ երրորդ։ Ես ակնկալիք ունեմ, որ պետք է միշտ հաղթեմ ու սաղին չոլեմ թողնեմ։ Առաջընթաց, հա, երեխաների մոտ նկատվում է, հույսս դրել եմ այդ 2000, 2002, 2003 թվերի հետ աշխատում եմ, հույս ունեմ, որ ինչ-որ մի բան կհասնենք։ Լողով զբաղվելն անհրաժեշտ է բոլորին, լինի երեխա թե մեծահասակ, նշում են մարզիչները, ովքեր մինչ օրս էլ շարունակում են իրենց նախընտրած մարզաձևով զբաղվել, առօրյա լարվածությունը թոթափելու, առողջ ապրելակերպ վարելու համար։ Լողը ինձ օգնում է, որ առողջ եղնեմ, ուժեղ։ Չնայած 4 տարի է դեռ որ լողավազանը գործում է, բայց շենքային մի շարք խնդիրների առաջ են կանգնել, նշում է լողավազանի փոխտնօրենը։ Շինարարական շատ չափորոշիչներ խախտվել են, մասնագետների համոզմամբ մի քանի մարզաձևեր դուրս են մղվել դպրոցի ուսումնական պլանից, այն պարզ պատճառով, որ լողավազանի խորությունը թույլ չի տալիս օրինակ ջրացած կզարգացնել։ Այս լողավազանը իրեն չի արտարացրել, ինչի համար, որովհետև մենք չունենք ջրացած, չունենք խաղային ծեր։ Մասնագետների որովհետև չհարցրեցին, իրանք իրանց գիտեցածով կառուցեցին, բայց որպես մասնագետ ոչ մեկիս խորհուրդ չհարցրեցին դրա համար։ Ես կարող եմ ասել շինարարության վաղ ընտուփ մի քանի անգամ եկել եմ, ներս չեն թողել։ Ասել եմ ես լողի մասնագետ եմ, կուզեմ տեսնեմ, չեն թողել։ Ես ջրացած կորտուհի եմ, ԽՍՀՄ սպորտի վարպետ եմ, բացարձակ չեմպիոնուհի եմ դարձել եմ Սայուսի հավաքականի անդամ, քանի որ այս լողավազանում միջազգային չափորոշիչներին չի համապատասխանում, դրա համար այսօր ջրացածը չի զարգանում այս քաղաքում։ Իսկ Լենինագանի օրոք մենք ունեցել ենք այս մարզաձևը եւ շատ զարգացած է եղել, լավ հիմքերի մեջ է եղել։ Այս մրցափուլում շատերը աչքի ընկան իրենց լավ արդյունքներով։ Լողորդ մարզիչների համոզմամբ համարձակ ու լավ սերունդ է մեծանում։ Եթե առավել լավ պայմաններ ստեղծվեն, մեծ հույսեր կան, որ ունեցած մարզիկների կորիզը ապագայում մեծ բարձունքներ կնվաճի, չէ որ նախկինում գյումրեցի լողորդները ճանաչում են ունեցել նաև Եվրոպայում։ Նելի Քալաշյան, Գուրգեն Գինոսյան, Գալանյուս։